Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, ողջունում եմ ձեզ FM 106 եւ 5 հաճախականությամբ դուք մեզ լսում եք կամ դիտում եք մեզ Արմեն Դարփինյանի YouTube-յան էջում, լրատվական ռադիոյի YouTube-յան էջում կամ գործարար Ալիքի այլ որևէ թվային հարթակում, ինչպես գուշակեցիք, Դարփինյանի ժամն ենք սկսում, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում։ Հետաքրքիր շաբաթ էր իրականում, պարոն Դարփինյան։ Ողջունում եմ, սիրելի բարեկամներ, սիրելի Դավիթ, բարև ձեզ։ Ամեն շաբաթ էլ հետաքրքիր է, գիտեք, հատկապես այն շաբաթները, որոնք մեզանից կախված չեն, դրանք ավելի հետաքրքիր են։ Մենք ինչ-որ հորձանուտում ենք գտնվում եւ այնպես չի, որ տիրապետում ենք մեր սեփական իրավիճակին եւ սեփական քայլերի ողջամտությունը կարող ենք գնահատել։ Պարոն Դարփինյան, հաշվի չառնելով Վատիկանում տեղի ունեցած վերջի ադրբեջանական միջոցառումը, մեծ հաշվով լուսահոգի Պապը, ով մի քանի օր առաջ մահացավ։ Չէ, այսօր է մահացել։ Հա, այսօր։ Մենք երկուշաբթի օրն ենք ձայնագրվում, երեքշաբթի եք դուք մեզ լսելու կամ ինչ-որ ուրիշ օր։ Հայամետ Պապ էր, հա, այսպես ասենք։ Մենք սովորենք Միացյալ Նահանգների քաղաքական գործիչներին բաժանել հայամետների եւ ոչ հայամետների, բայց հայամետ Պապ էր։ Ամեն դեպքում մարդը Հայաստան եկավ, մենք ոգեկոչման արարողություն եղավ հենց Վատիկանում 15 թվականին։ Նարեջան, ես պիտի ասեմ, որ ցավում եմ իհարկե եւ պիտի մեր ցավակցությունները բերենք կաթոլիկ աշխարհին, Հռոմի Պապի մահվան կապակցությամբ եւ պիտի արձանագրեմ, որ մենք չօգտագործեցինք լիարժեքորեն Ֆրանցիսկոս Պապի հնարավորությունները, նրա վերաբերմունքը մեր ազգային արժեքների, մեր ազգի նկատմամբ, ընդհանրապես հայերի նկատմամբ նրա բարեհաճ վերաբերմունքը, նրա մոտեցումները ընդհանրապես համաշխարհային քաղաքականության վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ մենք ընդհանուր առմամբ կաթոլիկների հետ, կաթոլիկ աշխարհի հետ չենք գտել մեր համագործակցության ճիշտ բանաձևը։ Դեռևս կարծում եմ, որ եւ սովետական տարիներից սկսած որոշակի անգամ ներհայաստանյան որոշակի, չասեմ հալածանքների, բայց խորտ աչքով են կարծես թե նայում հայ կաթոլիկներին, որոնք որ անգամ Հայաստանի տարածքում են իրենց գործունեությունը եւ իրենց հավատքը տարածում։ Եվ մենք իմ կարծիքով, այո, չօգտագործեցինք Հռոմի Պապի կոնկրետ Ֆրանցիսկոսի հնարավորությունները։ Հիշեցնեմ, որ նա առաջին Պապն էր 1500 գրեթե տարվա ընթացքում, որը ոչ եվրոպացի էր, ճիշտ է, ուներ իտալական ծագում, բայց արգենտինացի էր ինքը իր բնույթով եւ արգենտինահայ համայնքի հետ բավական սերտ հարաբերությունների եւ կապերի մեջ է եղել, այսինքն ճանաչել է մեզ, ճանաչել է հային, հասկանում եք։ Եվ Ֆրանցիսկոսը առանձնանում էր նրանով, որ կաթոլիկ եկեղեցում ինքը բերեց, ինքը ավելի շատ սպասարկում էր աղքատներին, ընչաքաղցներին, հալածյալներին, բանտարկյալներին, հասկանում եք, այսինքն Պապ էր, որը շատ ավելի հասարակ էր եւ դուրս էր այդ ավելի շուտ պրոտոկոլային միջոցառումներից, այդ ուրեմն ձևականություններից, նա հասարակ մարդ էր եւ հասարակ մարդու կողքին էր։ Եվ ես պատահական չասացի բանտարկյալներին, հայ բանտարկյալները, որոնք այսօր գտնվում են Բաքվում, կարող էին լուրջ աջակցություն ստանալ Հռոմի Պապից, եթե իհարկե հայաստանյան պետությունը եւ կառավարությունը այժմյան կարողանային օգտագործեին Հռոմի Պապի հնարավորությունները եւ նրա ազդեցությունը ամբողջ աշխարհով մեկ։ Ազդեցությունը պիտի ասեմ, որ կաթոլիկ աշխարհի շատ մեծ է, ընդհանրապես Վատիկանում մեր գործունեության էֆեկտիվությունից մեծապես կախված է նաեւ ինչպես ենք մենք համագործակցելու, ինչպես ենք դիրքավորվելու աշխարհում։ Պիտի ցավով փաստեմ, որ այդ համագործակցությունը այսօր երևի թե ամենավատն է մեր բոլոր ժամանակների մեջ եւ դրա վերջին ապացույցն էլ այն էր, որ Ադրբեջանը հենց Վատիկանի սրտում կարողացավ կազմակերպել այդ քրիստոնյա Ադրբեջանին նվիրված համաժողովը եւ Հռոմի Պապի ձեռքերից Ադրբեջանի դեսպանը Վատիկանում ստացավ ամենաբարձր պարգևը, այսինքն նրա գործունեության առիթով, պիտի ասեմ, որ դա մեր համապատասխան
ատյանների, տեսպանների, արտգործնախարարության, նաև գործունեության գնահատականն էր, այսինքն այդ պարգևին արժանացնելով Ադրբեջանի դեսպանին նման կերպ Վատիկանը իմ կարծիքով նաև արտահայտեց իր դիրքորոշումը այսօրվա հայաստանյան դիվանագիտության նկատմամբ, որովհետև մենք չկարողացանք որևէ կերպ խանգարել, կանգնեցնել, արձագանքել անգամ պատշաճ ձևով։ Պիտի ասեմ, որ հայ առաքելական եկեղեցու արձագանքը եւս ինձ չգոհացրեց, շատ խղճուկ էր, շատ թույլ էր, ամենայն դեպս մենք մեր իրավունքները, մեր քրիստոնյա պատմությունը պարտավոր ենք պաշտպանել, որովհետև եթե դա մենք չպաշտպանենք, ապա աշխարհը երբեք չի գնահատի դա։ Իսկ քրիստոնյա պատմությունը մեր ազգային ամենակարևոր ժառանգությունն է իմ կարծիքով, եւ մենք այսօր արդեն Սուրբ Քրիստոսի հարության այսինքն 300-ության տոնը մենք տեսանք ինչպես ամբողջ աշխարհը դա գնահատեց, բարձրացրեց եւ այլն, ես կարծում եմ, որ մենք պիտի վերադառնանք քրիստոնեության, ինչքան արագ, այնքան լավ, եւ դա նաեւ նշանակում է, որ մենք պիտի շատ ավելի հարգալից վերաբերմունք ցուցաբերենք եւ կաթոլիկներին եւ բողոքականներին, բոլոր ամբողջ քրիստոնյա աշխարհին, հասկանում եք։ Այո, ցավակցություններս կաթոլիկ աշխարհին եւ նաեւ մեր ցածր գնահատական այն կառույցներին եւ հատկապես Վատիկանում մեր դեսպանատանը, որը չօգտագործեց լրջագույն հնարավորությունը ներազդելու հայ-ադրբեջանական իրավիճակի կարգավորմանը եւ նաեւ բանտարկյալների եւ մեր այնտեղ պահվող տղաների ճակատագրի վրա Վատիկանի ազդեցությունը ըստ էության զրոյացրել էր։ Այդ այն պարագայում, երբ մոտավորապես 10 տարի առաջ Վատիկանը տոտալ պրոհայկական էր։ Տոտալ, այսինքն անխոս այդտեղ քննարկելու բան չկար նույնիսկ։ Դա նշանակում ամենայն դեպս մենք հիմա պիտի ֆիքսենք եւ արձանագրենք ձախողումը։ Եվ դիվանագիտական եւ քաղաքական ձախողումը։ Հիմա միգուցե դա տեղավորվում է այն թեզի տակ, որի վերաբերյալ վարչապետը արտահայտություն արեց հետևյալ կերպ, որ մենք ինչ էլ որ լինի, մենք չենք շեղվելու խաղաղության օրակարգից, այսինքն ինչ էլ որ լինի, այսինքն ինչ գնով, եթե դա արժանապատվության գնով, եթե մեր պատմության մեր քրիստոնյա արժեքների ոտնահարման գնով, եթե դա դիվանքը պիտի ներկայացվի որպես աֆղանական կառույց, մենք մեկա չշեղվենք այդ եւ մենք չշեղվենք, ավելի լավ է շեղվենք 1000 անգամ, քան թե մենք մոռանանք այդ պատմությունը։ Դա իմ կարծիքով զերծ է, այդ մոտեցումը զերծ է իրատեսական լինելուց։ Չեմ կարծում, որ ազգը եւ Հայաստանի քաղաքացին կընդունի այդ մոտեցումը։ Դա հնարավոր չի։ Այսինքն մանկուրտների հասարակություն ունենալը չէ էլի, որ մեր նպատակը պիտի լինի։ Մանկուրտներ, որոնք որ ուղղակի շեղվել են եւ ընդհանրապես չեն տիրապետում եւ չեն արժևորում իրենց անցյալը, մոռացել են եւ ապրում են այսօրվա օրով։ Դա հնարավոր չէ։ Այսօրվա օրով հնարավոր չէ արժանապատիվ ապրել, եթե դու մոռանում ես քո անցյալը, եթե դու տեր չես կանգնում քո հիմքերին, հիմնասյուներին եւ քո արժեքներին, ազգային արժեքներին։ Կրկնեմ, մեկ անգամ ես դրա մասին ասել եմ մեր հաղորդումների ժամանակ, որ մարդկային անձնային արժանապատվության կարևորագույն էլեմենտը ազգային արժանապատվության գիտակցումը։ Այսինքն ես որպես անձ ոչինչ չարժեմ, եթե ես չգնահատեմ իմ հայ լինելը։ Ես այդպես եմ գնահատում, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր արժանապատիվ հայ, ով իրեն գիտակցում է որպես հայ, այդպես պիտի մտածի։ Այսինքն մարդկային, անձնային արժանապատվությունը 0 է, եթե չկա ազգային արժանապատվությունը, դրա բաղկացուցիչ եւ կարևորագույն մասն է։ Մենք եթե դա կեղծ օրակարգ է ուղղակի, դա մոռանալը, դա մոռացության տալը եւ ամեն գնով ինչ էլ պատահի մենք չենք շեղվելու մեր օրակարգից, մենք առաջինը պիտի լինենք, այո, որ խաղաղության պիտի ձգտի, բայց այդ խաղաղությունը պիտի անպայման ամրապնդված լինի ազգային արժանապատվությամբ եւ անպայման պիտի ամրագրված լինի մեր նաեւ պատմական արժեքներով։ Մենք պիտի կարողանանք պատմական արժեքների հիմքով ստեղծենք
այն նոր քաղաքակրթությունը, ռեգիոնալ քաղաքակրթությունը, որը փորձում ենք ձևավորել։ Ես էլ մի անգամ ասել եմ այս հաղորդման շրջանակում, մի անգամ էլ ասեմ, որ Դարփինյանի ժամը հաղորդման ընթացքում տաղավարում երկու մարդ կա, մեկը ով երկարվեստից բացարձակ չի հասկանում, դա ես եմ, եւ մեկը ով հասկանում է երկարվեստից, նաեւ զբաղվում է երկարվեստով, դա պարոն Դարփինյանն է, հենց որ պատեհ պահնա, քննարկենք իրար հետ մի երևույթ, իմ աչքով կադրեր ընկան, թե ինչպես են մարդկանց հոտ զանգվածները դուրս գալիս մարզահամերգային համալիրից, թաթուլ երգիչի մենահամերգից հետո մարդիկ խոսում են, որ 10,000-ին մոտ մարդ է այնտեղ եղել, ինձ շատ զարմացրեց, որ ես տեսա երիտասարդ աղջիկների։ Դեվ ինձ միշտ թվում էր, որ հայկական ռաբիսը, հայաստանյան ռաբիսը, դա տենց ինչ-որ մոտարապես իմ մարմնական կազմվածքի ունեցող տղամարդկանց երաժշտությունն է, այսինքն դա տենց իմ նման փորով տղամարդիկ են, որոնք որ նստում են տարբեր տեսակի հացատներում, ուտում են բավականին սպეციფიկ սննդակարգով սնվող հայ տղամարդկանց երաժշտությունն է, բայց նախ պարզվեց, որ այդտեղ այդ այնքանելը տենց չի։ Այսինքն ինչ անենք այս վիճակի հետ, պարոն Դարփինյան։ Լավ ջան, դե շատ խորքային հարց է եւ ցավոք սրտի ունի արդեն տասնամյակների բաց թողումների պատմություն եւ հիմք, ցավոք սրտի։ Առաջինը ինչ ես կուզեի անել, այնուամենայնիվ շնորհավոր ենք Թաթուլին, Թաթուլ Ավոյանն նկատի ունեմ, որ իր 60-ամյակն էր նշում այդ համալիրում եւ այո, բազմահազար երիտասարդության մասնակցությամբ։ Պետք է ասեմ, որ ես նման շոկային իրավիճակ ապրել եմ մեկ անգամ, երբ պատահական մի հարսանիք էի ուրեմն այցելել, նման թաթուլային երաժշտություն էր այնտեղ ուրեմն նվագվում, եւ այդ երիտասարդ աղջիկները բերաններով արտաբերում էին բառերը, այսինքն նրանք գիտեին այդ բառերը, այդ երգերը, այս երգերը էին, որոնք իմ կարծիքով որևէ առնչություն չունեին հայ մշակույթի հետ, հայաստանյան մշակույթի հետ ունեն, պարոն Դարփինյան, հայ մշակույթի հետ չէ, մշակույթի։ Դա էրզաց մշակույթ է, այսպես կոչված, դա նորմալ է, այսինքն դրանք գոյության իրավունք ունեն, բայց պետության, մշակութային, քաղաքականության, բացակայության պայմաններում, այո, դրանք ստանում են իրենց ուրեմն զարգացման հնարավորությունը։ Իսկ պետական, մշակութային քաղաքականությունը մեզանում բացակայել է երկար ու ձիգ տարիներ, տասնամյակներ, հասկանում եք։ Հիմա իմ կարծիքով եւս բացակայում է, ավելին հիմա այս կառավարությունը լուծարեց, առաջին քայլերից մեկը լուծարեց մշակույթի նախարարությունը, որով այդ կարևորությունը մշակութային, իսկ իմ կարծիքով մշակույթը մեր ամենակարևոր զենքն է, որը պետք է օգտագործել, որով պետք է սնել, կրթել, մեծացնել, արժևորել եւ ուժեղացնել, ամրապնդել մեր հասարակությունը, որը որ ունակ կլինի, այդ մշակութային հասարակությունը ունակ կլինի բոլոր մարտահրավերները հաղթահարել, այդ թվում նաեւ պատերազմները հաղթահարել, հասկանում եք։ Հիմա եթե ինձ հարցնեն որն էր պատճառը մեր այս խայտարակ ձախողման, պատերազմական, ես կասեմ կարևորագույն պատճառներից մեկը հենց այդ մշակույթից հրաժարվելն է, մեր մշակութային արժեքներից հրաժարվելն է, եւ խոսքը չի գնում 1 տարի, 2 տարի, 5 տարվա մասին, մեր խոսքը գնում է 30-40 տարվա մասին։ Ես ուզում եմ հիշել նաեւ սովետական ժամանակահատվածը, երբ հանրային ռադիոյով ժամը 5:30, 5:30-ից 6-ը ուրեմն Բաքվի բաններ, ձայններ եւ մուղամներ էին, կես ժամ հայ հասարակությունը, ըստ որում ստվար զանգվածը հասարակության լսում էր այդ Բաքվի մուղամները, դրա հիման վրա ստեղծվեց, աճեց հայկական ռաբիսը, այդ որը նմանակում է, նմանակեց հիմնականում հայկական ռաբիսը, որը նույնպես, այսինքն նա գոյության իրավունք եւ տեղ ունի, այլ բան է, որ պետությունը պիտի համապատասխան քաղաքականություն տանելով այդ ռաբիսի տեղը համապատասխանաբար մարզահամերգային համալիրը պիտի չլինի, հասկանում եք, դա պիտի լինեն ինչ-որ փակ հավաքույթներ, որտեղ մարդիկ, ովքեր նման երաժշտության սիրահար են, փակ հավաքույթներ, որոնք որ հրապարակային բնույթ չունեն, եւ այդ իմաստով
Ես շատ ողջունեցի ժամանակին եւ անընդհատ կրկնում եմ վրացական օրինակի կարեւորությունը, որը ուղղակի մշակութային դիկտատուրա սահմանեց, այսինքն դուք վրացական հեռուստատեսությամբ, վրացական հանրային կառույցներում, հանրային տարածքներում դուք չեք լսի մի երաժշտություն, որը ազգային վրացական չէ։ Հասկանում եք, չեք լսի ուղղակի։ Ինչու՞, որովհետև այնտեղ անգամ երգերը կոնկրետ լիցենզավորված են։ Երգերի ցանկ կա, որը դու իրավունք ունես հանրային տարածքում, ուրեմն հրապարակելու։ Այդ ցանկից դուրս դու իրավունք չունես։ Ես կարծում եմ, որ մեր մշակութային քաղաքականությունը, որը ընդհանրապես բացակայում է, առաջնահերթության կարգով հենց այդ դիկտատուրայի մոտեցմանը պիտի տանի եւ ավելին իմ կարծիքով ոչ միայն լուծարել պետք չէր եւ չէր կարելի ուղղակի անթույլատրել էր մշակույթի նախարարության լուծարումը, նաեւ իմ կարծիքով մշակույթի նախարարը կարեւորագույն դեր պիտի ստանձնի մեր կառավարության ամբողջ կառուցվածքում առաջին փոխվարչապետի կարգավիճակով, որովհետեւ դրանից է կախված, նորից եմ կրկնում, մեր հասարակության ժողովրդի եւ ազգի տոկունությունը եւ նրա պատրաստակամությունը ցանկացած մարտահրավերներ հաղթահարելու, ներառյալ ցանկացած պատերազմ, որովհետեւ պատերազմը հաղթում են ոգով, պատերազմը հաղթում են մշակույթով, այլ ոչ միայն զենքով։ Ավելին, միայն զենքը բավարար չէ, հաստատ բավարար չէ։ Հիմա մենք պարտվեցինք եւ շարունակում ենք պարտվել հենց այդ մշակութային քաղաքականության բացակայության պատճառով։ Հիշեցնեմ, որ մեր անկախ պետականության առաջին մշակույթի նախարարը հանրահայտ գրող Պերճ Զեյթունցյանն էր, այսինքն մարդ էր, որը այնուամենայնիվ ակունքներից էր գալիս մշակութային։ Մենք ունեցել ենք նաև Հակոբ Մովսեսը, նույնպես գրող էր, հրապարակախոս, այն պահին, երբ քաղաքականացվեց այդ նշանակումը մշակույթի նախարարության, կրթության նախարարության, գիտության նախարարության, այդ պահին մենք կորցրեցինք մշակութային քաղաքականությունը, որովհետև նախարարները սկսեցին առավելապես իրականացնել կուսակցական քաղաքականություն եւ գաղափարախոսություն առաջ տանել ի վնաս ազգայինի Եվ մենք եկանք հասանք այսօրվա իրավիճակին, երբ մշակույթի պատասխանատուները ուղղակի չինովնիկական մոտեցում են, ուղղակի գումար բաց թողնողներն են, գումար, այսպես ասած, պետական բյուջեից ֆինանսավորման պատասխանատուներն են, որոնք ֆինանսավորում են ըստ իրենց քմահաճույքի եւ ըստ տարբեր կոլեկտիվների, պետության, ավելի ճիշտ կառավարության եւ տվյալ կուսակցության նկատմամբ իրենց վերաբերմունքի։ Ես օրինակ ցավ եմ զգում ամեն անգամ, երբ տեսնում եմ, ասենք, մշակութային վաստակավոր գործիչ այս կամ այն թատրոնի ենթադրենք ղեկավար, որը հերքևը սպասում է ինչ-որ մի չինովնիկի, որը պատասխանատու է մշակույթի համար, փորձում է այդ չինովնիկի դեմքին ուրեմն ժպտալ, ինչ-որ տենց բարեհաճ վերաբերմունք ցուցաբերել, այնինչ իմ կարծիքով ներքուստ պատրաստ է նաև նրան պատառոտել ուղղակի, ձեռքով խեղդել, էլի, որովհետև մարդիկ, ովքեր կապ չունեն մշակույթի հետ, իրավունք չունեն ղեկավարելու մշակույթը։ Ես ընդհանրապես կառաջարկեի, որ մշակույթի նախարար նշանակվեր մարդ, որին ընտրեին մեր ստեղծագործական միությունները, այսինքն ներկայացնեին շորտ-լիստը, ոչ թե կուսակցությունը, ոչ թե կուսակցական պիտի չլինի մշակութային նախարարը, մշակույթի նախարարը կամ նույն կրթության նախարարը։ Մշակույթի նախարարի շորտ-լիստը ներկայացնեին ստեղծագործական միությունները, ճարտարապետների, նկարիչների, կինոգործիչների, ներկայացնեին մի, ասենք, չգիտեմ, 50 հոգանոց ցանկ, եւ տվյալ պարագայի ասենք վարչապետը կառավարության ղեկավարը ցանկից ընտրեց ընտրեր ինչ-որ մեկին, որը որ համահունչ կլիներ այն քաղաքականությանը, որ կկատարվեր, բայց նույնը կվերաբերեր նաև կրթության նախարարությանը, կրթության, գիտության նախարարությունը իմ կարծիքով պիտի ձևավորվի նույնպես հաջորդ կառավարությունը, ես համոզված եմ, որ անպայման կտարանջատվի նախ այս ֆունկցիոնալը, մշակույթը, կրթությունը, գիտությունը, իսկ կրթությունը եւ գիտությունը նույն ձևով շորտ-լիստով պիտի ներկայացնի իմ կարծիքով Գիտությունների ազգային ակադեմիան, որը այսօր ամբլացած վիճակում է ցավոք սրտի, վաղը եւ մյուս օրը ակադեմիայի տարեկան ժողովներն են,
Տեսնենք ինչպես են ակադեմիկոսները, այդ թվում ես արձագանքելու իրավիճակին, այդ թվում հասարակական գիտություններում տիրող իրավիճակին, ընդհանրապես հասարակագիտության նկատմամբ պետության, քաղաքականության առանձնահատկություններին մենք անպայման դրանք անդրադառնանք։ Ուրեմն ինչ արեցինք, մենք լուծարեցինք նախարարությունը, մենք չինովնիկներին կարգեցինք արվեստագետների ղեկավարներ, մենք կորցրեցինք Արցախը որպես մշակութային միավոր, այսինքն դրա կորուստի պրոցեսում ենք գտնվում հիմա, մենք հայտարարեցինք, որ քաղաքականության իմաստը արցախցիներին ինտեգրելն է Հայաստանի տարածքում, ինտեգրել, այսինքն արցախցիներին ուզում են ինտեգրել ադրբեջանցիները, չստացվեց, հիմա ուզում ենք ինտեգրել մենք հայաստանցիներս, ամենայն դեպս մեր կառավարությունը, այսինքն ինչ տարբերություն ինտեգրացիայի մեջ, այսինքն նրանք կորցնում են իրենց մշակութային առանձնահատկությունը, նրանք կորցնում են իրենց մշակութային հմայքը, փոխանակ, եթե այո, ստացվել է այնպես, որ 120,000 մարդ տեղափոխվել է Հայաստան, որոնցից ի դեպ ընդամենը 8,000 մի քանիսն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացել արդեն նոր անձնագրեր, այն էլ իմ կարծիքով ստացել են միայն այն պատճառով, որ շարունակում են, որպեսզի շարունակեն ստանալ պետական բյուջետային աջակցություն, ամենայն դեպս 5%-ի չափ է այդ մարդկանցից փորձել ֆորմալ կերպով ինտեգրվել, մնացած 95%-ը չեն ինտեգրվել ու չեն ուզում ինտեգրվել, հասկանում եք, ու ճիշտ են անում, որ չեն ուզում ինտեգրվել, որովհետև մշակութային առանձնահատկությունը կորցնել, դա նշանակում է կորցնում ենք մենք մեր ազգի ինքնության որոշակի մասը, հա։ Ինչն էր խանգարում մեզ Սյունիքում առանձնացված մի տարածք ամբողջ հայության օժանդակությամբ Հայաստան համայնքական չէր լինի, պարոն Դարչյան, դա էլ է էլի խնդրեմ։ Չէ, ոչ ոք, այսինքն գետոյացումը հիմա ինչ կարող է գավառցիները գետոյացված են կամ լեննականցիները գետոյացված են կամ այն որ ես լեննականցի լինելով ինտեգրվել եմ Երևանում չէ դա ասենք ինչ է դա շատ լավ է իմ կարծիքով եւ լեննականին է վնաս եղել եւ Երևանին է վնաս տալիս որովհետեւ ամենայն դեպս Երևանյան բոլոր կառավարությունների ես ընդդիմացել եմ իրենց համար դա վնաս է հասկանում եք բայց ուրեմն ասեմ որ դա ինչ է նշանակում գետո մենք մեր հարստությունը հենց մեր առանձնահատկություններն են, ասենք, մեր բարբարն է, մեր մշակութային ավանդույթներն են, որոնք տարբեր են։ Հասկանում եք, ես գավառում մասնակցել եմ հուղարկավորություններին, դրանք տարբեր են, տարբեր կերպ են, հարսանիքներ են մասնակցել, տարբեր է։ Հասկանում եք, նույն գյումրեցիների մոտ տարբեր է եւ դա հրաշալի է որ տարբեր է։ Այսինքն մենք եթե ասում ենք ինտեգրել, մենք պիտի դա նույնականացնենք, ունիֆիկացնենք, մենք մեծագույն սխալ ենք գործում մեր մշակույթի նկատմամբ, մեր պատմության նկատմամբ, մեր արժեքների նկատմամբ։ Դա իմ կարծիքով շատ կործանարար է, կբերի կործանման ուղղակի, մշակութային կործանման եւ ուրեմն պետական կործանման, որովհետեւ մշակութահեն պետությունը միայն կարող է ուժեղ լինել։ Մի հարց էլ ասեմ, որ մշակութային քաղաքականության բացակայությունը կայանում է նաեւ նրանում, որ մենք այս տարիների ընթացքում որևէ նոր մշակութային տարածք չենք ստեղծել։ Տեսեք, սովետական միության ժամանակ բոլոր քիչ թե շատ անգամ գյուղերում կային մշակույթի տներ։ Այդ տներում իրականացվում էին տարբեր տեսակի գործունեություն, բարի խմբակներ կային անպայման, կային, ասենք, երաժշտական, ասմունքի դպրոցներ, էլ չեմ ասում, որ մենք Երևանում, մայրաքաղաքում չունենք մի նոր ժամանակակից բոլոր հնարավորություններով օժտված համերգային դահլիճ, որը հնարավորություն կստեղծեր աշխարհի լավագույն կատարողներին հրավիրել Հայաստան։ Նրանք չեն գալիս Հայաստան, հասկանում եք, նրանք չեն գալիս, որովհետև մենք չունենք adekvat տարածք, չենք կարողանում նրանց տեղավորել եւ նրանց պահանջները կատարել, որովհետև բարձր որակի երաժիշտը պահանջում է բարձր որակի դահլիճ իր բոլոր սարքավորումներով։ Հիմա ես անցյալ անգամ բերեցի Զեյնաբ Խանլարովայի օրինակը, որը Դինամո մարզադաշտում էր ելույթ ունենում եւ հիմա Ջենիֆեր Լոպեսն է գալու, ասենք նույն մարզադաշտում, նույն Դինամոյում։ Հասկանում եք։ Ու առանց լուրջ տեխնիկական բարելավումների։
ասենք իրենց հետ հաստատ կբերեն մի երկու ինքնաթիռ բան կբերեն, այսինքն ձայնային եւ այլն սարքավորումներ, բայց խոսքը դրա մասին չէ։ Խոսքը այն մասին է, որ մենք որևէ մի նոր մշակութային լուրջ տարածք, համաշխարհային մակարդակի տարածք չենք ստեղծել։ Ես ուզում եմ հավաստիացնել, որ դա շատ ավելի կարևոր է, քան ուղղակի հորինված այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ակադեմիական քաղաքը եւ կամ այնտեղ ստեղծվելիք ստադիոնը, հասկանում եք, որտեղ ունենալով Հրազդան մարզադաշտի պես հրաշալի մի կառույց, որը աշխարհի ճարտարապետության կոթողներից է, մենք մտածում ենք ինչ-որ բաներ ստեղծելու, նոր բան ստեղծելու մասին, որը որ բացարձակ ուղղակի ժամանակի եւ ռեսուրսների կորուստ է։ Այդ ռեսուրսները պետք է ուղղել մի հատ նորմալ համերգային դահլիճ ստեղծել, որի հիմքի վրա մենք կարողանանք, ասենք, Արամ Խաչատրյանին նվիրված միջազգային փառատոն անցկացնենք ամեն տարի, հրավիրելով լավագույն կատարողներին աշխարհի, հասկանում եք։ Հայաստանը նաև մշակույթ արտահանող պետություն է եղել խորհրդային տարիներին, այսինքն համայնքներ գնում էին ինչ-որ անսամբլներ, չէ՞ Սփյուռք նկատի ունեմ, իսկ երբ մենք խոսում ենք, որ Սփյուռքը Հայաստանից կտրվում է եւ այլն, եթե Հայաստանը մշակույթ արտահանող երկիր չի, ինչի շուրջ պիտի Հայաստանն ու Սփյուռքը համախմբվի, էլի չէ՞ որ մշակույթն է կարևոր։ Ես կարծում եմ, որ մենք պիտի եւ արտահանենք, եթե խոսքը գնում է Սփյուռքի մասին, դեպի Սփյուռք երբ պիտի ներմուծենք Սփյուռքից, մենք ավելի շատ արտահանում ենք միգուցե քան ներմուծում ենք եւ դա անում ենք իներցիոն կարգով, բայց ներմուծումը եւս շատ կարևոր է, որովհետեւ Սփյուռքը ունի ֆանտաստիկ մեծ արժեքավոր ժառանգություն մշակութային եւ այժմ հիմա նույնպես այսօրվա ժամանակներում Սփյուռքի մեր ստեղծագործողները արժեքներ են ստեղծում, որոնց հետ մենք ծանոթ չենք, որովհետեւ նման քաղաքականություն չենք վարում։ Ինչ վերաբերում է Թաթուլին, ապա նույնպես ցավով նշեմ, ուրեմն կա Թաթուլ Ավոյանը, որը տասնյակ հազարավոր մարդիկ է հավաքում, եւ կա Թաթուլ Կրպեյանը, որը Հայաստանի ազգային հերոս Կրպեյանն է, որի ծննդյան 60-ամյակն է այսօր, այսինքն մեկ օրվա տարբերությամբ երկու Թաթուլ։ Ես ցավում եմ, որ ազգային հերոս Թաթուլը ավելի քիչ երկրպագուներ ունի հավանաբար, որովհետև ես չեմ տեսել, չեմ զգացել, որ ազգային հերոսի 60-ամյակը ամենայն դեպս երիտասարդությունը նույն ոգևորությամբ կտոներ, կնշեր, ինչ-որ միջոցառումներ կանցկացներ։ Միգուցե ձևական 1-2 բան կիրականացվի, բայց ես ուզում եմ շեղել մեր ուշադրությունը կարևոր Թաթուլի վրա, շատ ավելի կարևոր Թաթուլի վրա, ազգային հերոս, պատմության ֆակուլտետում ուսումնառությունը չավարտած Թաթուլ Կրպեյանը միացավ ազգային ազատագրական պայքարի Գետաշենի հիմնական գործող անձն էր Գետաշենի պաշտպանության եւ այնտեղ էլ հակալցող օպերացիայի արդյունքում զոհվեց, հասկանում եք, արժեքներ կան նորից այսինքն միացում շարժումը, հա, Թաթուլը դրա ակունքներում էր գտնվում եւ ես ցավում եմ, որ մեր ազգային ազատագրական պայքարը նաեւ հիմա նույնպես կարծես թե մղվում է դեպի Լուսանսկ, ինչը մեր պատմությունն է, ինչը մեր փառավոր պատմությունն է, այնուամենայնիվ ինչը մեր այս հանրապետության, մեր պետության ստեղծման հիմքերից մեկն է, որից մենք ինչքան էլ ուզենք չենք կարողանա հրաժարվել, որովհետև հազարավոր զոհեր ենք տվել, հազարավոր ընտանիքներ կան, որոնք այդ զոհերի դառնությունը կրել են եւ շարունակում են կրել, եւ կա նաեւ պատմական հիշողություն, որը որևէ կերպ չես կարող հաղթահարես եւ դրա իմաստն էլ չեմ տեսնում հաղթահարման։ Արժանապատվության հենքով խաղաղության գնալը, այո, ամեն ինչ մոռանալու գնով խաղաղության գնալը ոչ, որովհետև մենք դա նաև չի հաջողվի, նաև իրատեսական չի իմ կարծիքով։ Վարչապետը ելույթ ունեցավ ազգային ժողովում ներկայացնելով հաշվետվություն 2024 թվականի կատարողականի, բայց ելույթը ավելի շատ քաղաքական էր եւ ուղղված էր նոր կոնցեպտին, այսպես ասած, կարծում եմ, որ նաեւ դա առաջիկա քաղաքական ընտրություններին էր միտված, հետեւյալ արտահայտությունը բերվեց այն մասին, որ տեղի ունենում հիմա իրական Հայաստանի հեղափոխությունը, որը ոչ պակաս կարևոր է, քան 18 թվականի հեղափոխությունը։ Իրական Հայաստանի կոնցեպտը իմ կարծիքով արհեստական կոնցեպտ է, որովհետև երբեք որևէ
հայաստանյան թե կուսակցություն, թե քաղաքական ղեկավար, թե հասարակության որոշ մաս երբևիցե մեր սահմաններից դուրս չի ենթադրել Հայաստանի գոյությունը, այն սահմաններից, որոնք որ ստեղծված են Սովետական միության լուծարման պահին, հա, այսինքն դա մենք ունենք իրողություն, որից մենք չենք կարող հրաժարվել, այո, միացման կոնցեպտը ենթադրում էր, որ մենք կարող ենք եւ կարծես թե իրականացրել ենք, ընդլայնել ենք մեր սահմանները, որովհետեւ միացրել ենք նաեւ Արցախը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը իր սահմանադրության մեջ ներառեց նաեւ այն 7 շրջանները, որոնք ուրեմն բայց այնտեղ էլ խեղուկ էր գրած, պարոն Դարբինյան, այնտեղ գրած էր այն սահմանները, որը վերահսկվում է ԼՂ հասկանալ է, բայց դա վերահսկվում էր, իրականության մեջ վերահսկվում էր, բայց եկեք համաձայնենք, որ այնուամենայնիվ այդ ամեն ինչի մեջ շատ մեծ արհեստականություն կար, այսինքն մենք ձև էինք անում, որ ուրեմն միացրել ենք, ձև էինք անում, որ ուժեղ ենք, ձև էինք անում, որ մենք ուրեմն որևէ իմաստով խոցելի չենք, բայց իրականությունը շատ դառը հարված։ Պարզվեց, որ ոչ միացրել ենք, շատ էլ խոցելի ենք, այսինքն։ Շատ դառը հարված հասցրեց իրականությունը մեզ, եւ դա մեր հավաքական դժբախտությունն է, այսպես ասեմ, հա, հիմա կարող ենք մեղադրել սրան, նրան, այն մեկին կամ մյուսին, բայց դա մեր հավաքական դժբախտությունն է։ Մենք չենք կարողացել գեներացնել հավաքական այնպիսի ազգային միտք, որը որ կառուցեր այլ տիպի պետություն, այլ տիպի առաջնահերթություններ, այլ տիպի արժեքներ, իհարկե կոռումպացված պետությունը պիտի որ թուլանա, պիտի որ հասներ այդ վիճակի, պետություն, որտեղ զինվորական ծառայությունից պիտի փախչեն, պետություն, որտեղ ընտրությունները կեղծվում են, հասկանում եք, նման պետությունից բնականաբար այդ պետությունը պիտի ինչ-որ մի պահի վախճանվեր, պետություն, որտեղ ազգային էլիտան ոչնչացվեց, այդ թվում քաղաքական էլիտան չձևավորվեց, ազգային քաղաքական էլիտան ընդհանրապես ոչնչացվեց իմ կարծիքով, եւ դա է արդյունքը, որ մենք այսօր ունենք մի բևեռում Նիկոլ Փաշինյան, մյուս բևեռներում Վարդան Ղուկասյաններ, հասկանում եք, այսպես ինչ վերաբերում է Փաշինյանի զեկույցին, ապա ասեմ, որ այնտեղ մի զգալի հատված զեկույցի վերաբերում էր Թալանացը ետ բերելուն, եւ կարծես թե դա կարևորագույն շեշտադրումն է վարչապետի Թալանացը հետ բերելը եւ երբ ասում են, որ Փաշինյանը չունի իզմ, ես այստեղ կվիճարկեի, որովհետեւ դա մաքուր լենինիզմ է, այսինքն Վլադիմիր Լենինը էքսպրոպրիացիա, էքսպրոպրիատորը, այսինքն այդ նույն լոզունգների տակ Լենինն էր շարժվում եւ մենք տեսանք, որ Լենինի հաջորդողը Ստալինն էր, իսկ Լենինի հակառակորդը Տրոցկին էր, հասկանում եք, դրանք ասեն ու ոչ մի նորմալ մարդ այդ երյակում բոլորն էլ տերորիստ են, էլի, այսինքն հիմա ես եմ ասել, որ Թալանացը ետ բերել երևի լավ լոզինգ էր, ասենք 18 թվականի համար, բայց 25 թվականի համար այդ լոզունգը արդեն չաշխատող լոզունգ է մեկ, եւ երկրորդը դա բերում է ինչպես Լենինի վաղճանը, այսինքն Լենինի հակառակորդը Տրոցկին էր, հասկանում եք, այսինքն մեծ հաշվով նույն տերորիստական հակումներ ունեցող մեկը։ Իսկ հետնորդը Ստալինն էր, որը բնաջնջեց ամբողջ սովետական միության լավագույն մարդկանց, այսպես ասած, հա, այդ թվում նաև հայերիս։ Այո, կարողացավ հետո պրոլետարականն, այսպես ասած, լոզունգների տակ ինդուստրիալ հասարակություն ձևավորել, որտեղ, այսինքն, այո, այդտեղ Ստալինյան ժամանակների պլյուսը ինդուստրիալիզացիան էր, իհարկե, եւ գնդակահարության վտանգի տակ, այդ վախի տակ ատոմային ռումբի ստեղծումը, որովհետեւ գնդակահարելու էր այդ ֆիզիկոսներին, եթե այդ ռումբը նրանք չստեղծեին։ Հա, Թալանացը հետ բերելը դա լենինիզմ է մաքուր, իմ կարծիքով լենինիզմի հակառակորդը մենք տեսանք արդեն Գյումրիում Վարդան Ղուկասյանն է, հա, մի այլ Լենին էլ Վարդանն է։ Հիմա Վարդանը ընտրվեց, պիտի շնորհավորենք Վարդանին, որովհետև նա ընտրվեց, ներկայացնում է գյումրեցիներին այնուամենայնիվ եւ ես որպես գյումրեցի հարգանք եմ պահանջում իր նկատմամբ եւ
այն տղաները, աղջիկները, որոնք որ արտահայտվում են Վարդանի դեմ, տարբեր տեսակի որակումներ տալով, ես նրանց դատապարտում եմ, որովհետև ուրեմն որևէ մեկը մշտապես դա մենք նորմալ պետություն ենք ուզում ստեղծենք, ուրեմն մարդը անմեղ է, քանի դեռ դատված չի եւ քանի դեռ ուրեմն այդ դատվածությունը գործը բանի մեջ չի մտել, ուժի մեջ չի մտել։ Վճիռ չկա։ Վարդանը իսկական գյումրեցի է իր բոլոր պլյուսներով եւ մինուսներով։ Եվ իմ կարծիքով հենց Վարդանի ընտրությունը այսօրվա եղելությունը նրա որպես քաղաքապետ արձագանքն է գործող իշխանության բազմաթիվ ձախողումների եւ այդ թվում նաեւ Թալանացի վերաբերալ այդ առաջի հենց բանի ժամանակ արտահայտվեց Փաշինյանը ընտրարշավի առաջին օրը հենց Թալանացի մասին խոսեցին։ Գյումրիում Թալանացը հետ է բերելու։ Հիմա ուրեմն Թալանացը հետ բերել դա լենինիզմ է, ուրեմն եւ պատրաստ լինենք, որ լենինիզմից հետո ստալինիզմն է գալու եւ կամ տրոցկիզմը։ Հաջորդը պիտի ասեմ, որ Փաշինյանը խոսեց Թալանացի հետ բերելու մեջ ներառեց նաև շահաբաժինները տարբեր ձեռնարկություններում, Զանգեզուրի կոմբինատում, ուրեմն Վասելում եւ այլն։ Պիտի ասեմ, որ Փաշինյանը շփոթում է հանրայինը պետականի հետ։ Դրանք տարբեր հասկացություններ են, հա։ Այն որ Զանգեզուրի 22%-ը հիմա պետական սեփականություն եւ այնտեղ պետական ինչ-որ մի չինովնիկ վարչության պետ ներկայացնում է կարծես թե պետության շահերը, դա հանրությանը ոչինչ չի տալիս։ Դա հանրային սեփականություն չէ, դա պետական սեփականություն է։ Հանրային սեփականություն կլիներ, եթե պետությունը իր ուժով պարտադրեր ուրեմն սեփականատերերին, նույն Վիվասելին, նույն են մյուսին թիմին, հա, այսինքն բաժնետոմսերի որոշակի մասը վաճառել ազատ շուկայում, ֆոնդային, բորսայի պայմաններում։ Բայց կարծում եմ թիմը IPO է արել, եթե ես չեմ սխալվում, IPO-ն վերաբերում է ինչքան ես գիտեմ պարտատոմսերին, հա, պարտատոմսերին, խոսքը չի գնում ակցիաների մասին, հա, խոսքը չի գնում սեփականության մասին, խոսքը գնում է պարտատոմսերի մասին, նրանք պարտատոմսեր են թողարկում, որովհետև այսօր փող է պետք, փող են հավաքում ազգաբնակիչները, կապիտալ են գեներացիա։ Տոկոսով փող են հավաքում, չէ, կապիտալ չեն գեներացիա, դա կապիտալ չի, դա բանը, վարկային ռեսուրս է, որ իրեն գեներացնում է ժողովրդից, հետո տոկոսային այդ սկզբունքով ետ են տալու, տոկոսով փող են վերցնում։ Հանրային սեփականությունը դա հանրային ուրեմն բաժնետոմսերի թողարկումն է ազատ շուկայում, որտեղ յուրաքանչյուր ցանկացած հայ իրավունք կունենա Հայաստանի քաղաքացի ընդհանրենք։ Այնտեղ ստորում կարելի է պայմաններ մշակել, գիտեք, ասենք, այդ պայմանները կարող են լինել ընդհանրենք, ասենք, անպայման պիտի լինեն բոլոր մարզերից։ Մարզերում գրանցում ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձիկ։ Այստեղ այս մարզից, այսքան են մարզից, այնքան են մարզից։ Այո, որ ասենք չգնի մի օլիգարխի ձեռեր ընդհանրենք, ինչպես սեփականաշնորհման ժամանակ տեղի ունեցավ, հա։ Ուրեմն պետք չէ շփոթել հանրայինը պետականի հետ։ Կամ եթե պետականը արդեն դուք վերցրել եք այդ շահաբաժինները, բարի եղեք դա դնել արդեն վաճառեք։ Բարի եղեք վաճառեք ֆոնդային բորսայում։ Այդ դեպքում դուք պետականը կդարձնեք հանրային եւ իսկապես կվերադարձնեք որոշ մասը ժողովրդին, այսինքն նրանց, ովքեր որ ֆոնդային բորսայում կկարողանան առևտուր անել եւ կկարողանան իսկապես տիրանալ ազգային կարևոր ձեռնարկությունների բաժնետոմսերին։ Եվ դա կլինի նաեւ ֆոնդային շուկայի, կապիտալի շուկայի զարգացման, աշխուժացման կարևորագույն քայլ։ Այսինքն այն որ պետությունը ինչ-ինչ մեխանիզմներով երևի թե ինչ-որ բան դեմ տալով, այսպես ասած, հանցանքներ, միլիոնավոր դոլարներ արժողությամբ կամպանիայից տոկոսներ նվիրում։ Ինչ-որ հանցանքներ ներկայացրել են, այսինքն նախկինում գործած, դրանք էլ ասեն դե լավ ինչ եք ուզում, մեզ փայտ տվեք, դա ճիշտ բանակցություն չի, դա պետության անելիքը չի, էլի։ Նրանք պիտի ասեն դուք այսքան ժողովրդից տարել եք, ուրեմն բարի եղեք սա դնել շուկայական վաճառքի։ Եվ ժողովուրդը պետք է հնարավորություն վաճառքի կամ ուղղակի թողարկում, որտեղ ուղղակի բաժնեմասերը կարող էին նաև բաժանվել, ինչպես վաուչերային սեփականաշնորհումը տեղի ունեցավ, հիշում եք, դա առանց գումարային էր, հա, կարելի էր թողարկել այդ վաուչերները եւ ըստ ռեգիոնների բաժանել ժողովրդին։ Դա կլներ արդեն կոնկրետ գործ։ Հետո մի շատ վտանգավոր բան ասաց Փաշինյանը,
ասաց ասենք միջին վիճակագրական բոլորը ամեն մեկը միջին վիճակագրական չգիտեմ փականագործ է դեպոյի բան է վարորդ է դեպոյի բանվոր է ես էլ միջին վիճակագրական վարչապետ եմ ասաց դա շատ վատ է որ միջին վիճակագրական է այսինքն սա նորից էլիտարիզմի դեմ է արտահայտվում Փաշինյանը այսինքն չի գիտակցում որ որպեսզի միջին վիճակագրական վարորդը դաթարի դառնալ միջին վիճակագրական եւ միջին վիճակագրական չլինի էլի վարչապետը պիտի ավելի բարձր լինի քան միջին վիճակագրականը բանա չէ պատասխանատվության լղոզումը պատասխանատվության ես որ վատն եմ դուք էլ եք վատը նշի որ մենակ ես եմ վատը պատասխանատվության չգիտակցում է սա որովհետեւ սա այսինքն պետք է գիտակցի որ վարչապետը իրավունք չունի լինել միջին վիճակագրական հայ պիտի գիտակցի որ իրենից կախված է մի ամբողջ ժողովրդի եւ պետության ճակատագիր եւ ինքը պիտի գիտակցի որ ինքը պիտի լինի ավելի բարձր քան միջին վիճակագրական վարչապետն է ես ցավում եմ դրա համար դա նորից խոսում այն մասին որ էլիտայի գոյությունը չի գիտակցվում կարևորությունը չի գիտակցվում որովհետեւ սահմանադրությունը ասում եմ ժողովրդին է պատկանում սահմանադրության հեղինակները 2-3 4 հոգի մարդ են ոչ ավել այսինքն էլիտար իրավաբաններ, հասարակագետներ, որոնք պիտի գրեն այդ սահմանադրությունը, պաշտպանեն այն եւ հրամցնեն ժողովրդին, հա։ Եվ համոզեն ժողովրդին, որ սա է ճիշտը եւ ներկայացնեն, այսինքն ժողովուրդը չի սահմանադրության հեղինակը։ Դա չի լինում այդպես։ Սահմանադրության հեղինակը էլիտար իրավաբաններ եւ հասարակագետներ։ Ամեն դեպքում պարոն Դարփինյան, կարծում եմ դրա իմաստը այն է, որ ինքը վերջում ասի դե դուք ընտրեցիք, դե դուք ասացիք, այսինքն մեղավոր են բոլորը, ոչ միայն ես, էլ։ Պատասխանատվությունը պիտի լինի շատ ավելի լուրջ եւ եթե դու գիտակցում ես, որ դու էլիտայի հատված ես, ապա քո պատասխանատվությունը զգալիորեն ավելի բարձր է, քան եթե դու էլիտա չես։ Սա ուզում հասկացնել, ուրեմն պարոն Փաշինյանին։ Եվ վերջացնեմ, գիտեք մի շատ բան է, էլի անեկդոտային բան ասեմ, բայց երևի դա վերաբերում է նաև ավելի լայն սպեկտրին, լեզվի մասին եմ ասելու, հայոց լեզվի։ Ուրեմն մի հրապարակում տեսա, որտեղ գրված էր մի դժբախտ դեպք էր պատահել Նյու Յորքում, ուղղաթիռը ընկել էր ուրեմն գետը Նյու Յորքով անցնող գետը։ Այդ գետի անունը Հադսոն է, հասկանում եք։ Հիմա ռուսները դա թարգմանել են Գուդզոն։ Հիմա հայերը գրում են Հուդզոն։ Հուդզոն չի, էլի մենք չէ որ կրթությունը ինչ է հիմա։ Նորաձև։ Նորաձև։ Հիմա քանի որ կրթությունը նորաձև է, ես բոլոր համապատասխան վերլուծաբաններին կհորդորեի այդ գետը կոչել այնպես, ինչպես դա բնօրինակում է կոչվում, դա կոչվում է Հադսոն, ոչ թե Հուդզոն։ Իհարկե նաև ցավակցություններ են բերում, այնտեղ մի իսպանական ընտանիք էր զոհվել, ընկել էր այդ ընտանիք էր, որը Siemens-ի բանն էր, պատասխանատուն էր, գլխավոր մենեջերն էր Իսպանիայում, ամբողջ ընտանիքով զոհվեցին այնտեղ, հիմա գրում են, ասենք, Հուդզոնում զոհվեց իսպանացի ընտանիք, Հուդզոնում չէ, էլի Հադսոնում է դա, եւ ընդհանրապես սա մի քիչ ավելի լայն իմաստ ունի երևի թե աշխարհագրական առնվազն աշխարհագրական անվանումները անվանել այնպես ինչպես դա բնօրինակում է անվանվում ոչ թե ուրեմն մոդիֆիկացիայով որը սովետական միությունում է եղել եւ կամ ռուսական մոդիֆիկացիայով մենք ասենք նույն ասենք ցանկացած երկրի անվանում եթե վերցնեք այդտեղ անունների հետ էլ խնդիր կա օրինակ երկար ժամանակ մեր մեդիայում Բան Գի-մունի անունն էր, սխալ միգուցե ես էլ եմ սխալ ասում։ Չինական ղեկավարության բարձրաստիճան, այդ մենք ամբողջը օգտագործում ենք ռուսերենից վերցված, ոչ թե բնօրինակ։ Ինչ որ մի պահի իմ կարծիքով մենք պիտի նաև վերանայենք այս անվանումը նաև մեր երկրի, որտեղ մենք Հայաստան ասում ենք, մենք պետք է ասենք հայք, հասկանում եք, մենք ասում ենք Հայաստան, Ուզբեկստան, Տաջիկստան եւ այլն, դա Այդ Stan countries-ը լավ բան չի, լավ կոլեկտիվ չի լինել Stan countries-ը։ Բացի դրանից դա ունի իմ կարծիքով թուրքական։ Թուրքական ծագում ունի, նույն ասենք ինչու ենք ասում Հայաստան, այսինքն հայերի երկիր, հա, թուրքերեն ենք ասում հայերի երկիր։ Այսինքն փաստորեն Հայաստանը Ստան է, իսկ Ադրբեջանը Ստան չի, էլի չնայած իրանք սաղ այդ կողմի վրա են։ Մենք ինչու ենք մեզ կոչում
թուրքերեն, հա, կամ այնպես ինչպես թուրքը կասեր, հայերի երկիր Հայաստան, հա, հիմա մենք մեզ կոչում ենք Հայաստան, ճիշտ չենք անում, լավ չենք անում, կրթվելը ինչ է, նորաձև է, դեմցրեք մի բան, որ ազգային, ասենք, գաղափարախոսության մեջ տեղավորվի եւ ինչ-որ բան փոխի, շնորհակալություն։ Սիրելի ռադիո լսողներ, Դարփինյանի ժամն էիք դուք լսում, առաջին խոսափողի մոտ պրոֆեսոր նախկին վարչապետ Արմեն Դարփինյանն էր, երկրորդ խոսափողի մոտ ես Դավիթ Խումարյանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ այսօր այսքանը։